Գլխավոր դատախազությունը CVKM-ի ընդդիմության հեղաշրջման պլանը վերնագրով հրապարակումը ուղարկել է քննչական կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իշխող քաղաքացիական պայմանագրի լրատվամիջոցը Civic-ը ժամեր առաջ հրապարակել էր մի փաստաթուղթ, որը ներկայացրել էր որպես հեղաշրջման պլան։ Դրան կցված է նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եւ վեհափառ Հայրապետի կոլաժային լուսանկարը։ Իշխանական Civic-ը պնդել է, թե փաստաթուղթը ընդդիմության ներսում իրենց վստահելի աղբյուրներն են փոխանցել։ Մասնարարպես համաձայն հրապարակված լուսանկարների Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պլանը բաղկացած է 8 փուլից, որն իր մեջ ներառում է գաղտնի շրջան, ապա ներսից քայքայման, լուռ ճնշման, տագնապի ազդանշանի, շարժման, որոշիչ, նոր ուժի ձևավորման փուլերից։ Ընդ որում որոշիչ փուլը, այսինքն շարժման գագաթնակետը ըստ հրապարակված լուսանկարի պետք է մեկնարկի սեպտեմբերի 20-ին եւ 21-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ըստ հրապարակված փաստաթղթի իշխանափոխության կարգախոսն է հեռացիր, որ ապրենք։ Պլանում նաեւ նշվում է, թե անհրաժեշտ է համոզել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հասնել հաշտության եւ միասնական աջակցություն ապահովել։ Իշխանական լրատվամիջոցի կողմից այսօր հրապարակված պլանում նաեւ կա առանձին կետ մարդկային ռեսուրս բաժնով, որտեղ հրապարակված են անուններ, դիմացը կոնկրետ մարդկանց թվականակով։ Այսպես Գագիկ Ծառուկյան 15-ից 20,000 մարդ, Սամվել Կարապետյան 5-ից 8,000 մարդ, Սամվել Ալեքսանյան 5,000 մարդ, սակայն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դաշնակցության, Արցախցիների, Գազպրոմի եւ այլ կառույցների անվան դիմաց ոչ մի թիվ չկա։ Իդեպ Civic-ի կողմից հրապարակված այս պլանը րոպեներ անց հայտնվեց իշխանության տարբեր ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերում։ Այս պլանով կիսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրելով. Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես տահակների ձախողված հեղաշրջում։ Փաշինյանից բացի պլանով կիսվեց նաև նրա տիկինը Աննա Հակոբյանը։ Եթե որևէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաև հորդորում եմ ապաշխարել։ Ողորմելի եք, ցածր եք, պետական դավաճան եք, անհայրենիք եք, երկիր ծախող եք, օտարի ստրուկ եք, անբարոյական եք, պիղծ եք, արյուն urացող եք։ Սա նշանակում է մի պարզ բան, Վահագն Ալեքսանյանը երեք գիշերը չի քնել։ Նստել է լուրջ դեմքով կազմել է այս փաստաթուղթը, ինքն իրանով տպել է, հետո սկան արել, հետո դրել է իր Civic-ում ու հրապարակել։ Սա ծիծաղալու է, պարզապես ես այդտեղ մեկնաբանելու բան չունեմ։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահ է, հրապարակված այդ պլանի հեղինակը հենց իշխանությունն է։ Ընդդիմադիր падգամավորը չի բացառում, որ այս քայլին հետևեն նոր ձերբակալություններ։ Իրավապահ համակարգի օգտագործումը, շինց ու գործերի կարումը մարդկանց փորձեն կալանավորել, բայց իրանք տենց էլ չհասկացան, որ մեզ իրանց արշինով չափել պետք չի։ Մենք նման բաներից չենք վախենում։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ հանրապետականի իրական պլաններին, ապա Հայկ Մամիջանյանի խոսքով այս պահին հանրապետականի նախաձեռնածը իմպիչմենտի գործընթացն է, որին չի միացել ընդդիմադիր Հայաստան խմբակցության եւ ոչ մի падգամավոր։ Իդեպ իմպիչմենտից բացի հանրապետականն առաջիկայում խոստանում է նաեւ տեսանելի գործողություններ։ Կոնկրետ գործողություններ հիմա պլանավորել եք, ծրագրել եք դուք։ Ես արդեն իսկ ասացի, նախագահ Սարգսյանը ապրիլի 24-ին հայտարարել էր, որ արկա է ծրագիր փողոցային պայքարի, իսկ փողոցային պայքարը անվստահություն հայտնելու գործընթացի կարևորագույն բաղադրիչն է, առանց փողոցային պայքարի այդ գործընթացը պարզապես անհնար։ Օրինակ են այն ժամկետների հետ, որոնք նշված են այս պլանում։ Ճիշտ ասած չեմ էլ նայել այդ ժամկետները, ոնց առաջինը նայեցի, մեկը սկսում էր Երևանից։ Գիտեք, փողոցային պայքարի իրականացումը ներառում է նաև ահռելի քանակությամբ ոչ տեսանելի աշխատանք, այսպես կոչված տնային աշխատանք։ Հանրապետականը այդ գործընթացները արդեն իսկ իրականացրել է ու վստահ եմ, որ մոտ ապագայում արդեն տեսանելի գործողությունների կանցնենք, դրանք ժամկետներ չնշեմ, դրանք բացարձակ միատեսակ գործողություններ չեն, որոնք ենթադրում են բացառապես մեծ հանրահավաքներ։ Իրենք իրենց մեջ ենթադրում են փոքրաթիվ մասնակիցներով ակցիաներ, որոնք շատ ավելի արդյունավետ են հաճախ լինում, քան մեծ հանրահավաքները եւ այլն եւ այլն։ Մանրամասներ չբացահայտեմ։ Եվ նաեւ մարդկային ռեսուրս է այստեղ նշվում, օրինակ Գագիկ Ծառուկյան 15,000-ից 20,000 մարդ պետք է ապահովի, Սամվել Կարապետյանը 5,000-ից 8,000 մարդ եւ այստեղ Ռոբերտ Քոչարյանն է, նաեւ հետո Սերժ Սարգսյանն է, Գազպրոմն է, բայց այստեղ թվեր նշված չեն։ Ինչու, որովհետեւ որն է պատճառը։ Քնել է երևի կեսից Վահագն Ալեքսանյանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանի առաջնորդած Հայաստան խմբակցությունում էլ կարծում են, որ իշխանության հրապարակած այս պլանը Նիկոլ Փաշինյանի վախերի հերթական դրսևորումն է։ Դաշնակցական падգամավոր Իշխան Սաղաթելյանը եւս կարծում է, որ այս հրապարակմանը Փաշինյանի հրահանգով հետևելու են նորանոր ձերբակալություններ։
Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը կարող է այդքան ամբողջ փաստաթուղթ կազմել, այն էլ հեղաշրջման պլան։ Դա Նիկոլ Փաշինյանի հերթական զառանցանքն է ու իր վախերի արտացոլանքը։ Իհարկե, նաև ակնհայտ է, որ փորձում է հող նախապատրաստի իրեն ներկայացնի հալածյալի կերպարով առաջիկայում նոր ձերբակալություններ սկսելու համար։ Այսինքն դուք կարծում եք սրանից հետո, այս պլանի հրապարակումից հետո լինելու են ընդդիմադիրների ձերբակալություններ, ինչ որ գործեր են հարուցվելու քրեականայով։ Կարծում եմ դա է նպատակը, որը ոչ մի արդյունք չի ունենալու, էլի, այսինքն պետք է ծիծաղել անցնել առաջ։ Ինչքան բռնի, որ մեկին բռնի։ Գործարաններ Գագիկ Սարուկյանն ու Սամվել Ալեքսանյանն առայժմ չեն արձագանքել հեղաշրջման պլանում իրենց հնարավոր ներգրավվածության մասին հրապարակմանը։